հայտարարություն էր արել հեցի նախկին այսպես Այո, ժամանակավոր պաշտոնակատարը ղեկավարի, որ ինքը ունի տեղեկություններ, որ հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի մի պատվիրակությամբ եղել է Թուրքիայում վերջերս։ Եվ այդ պատվիրակությունը ըստ էության պետք է իշխանությունները չեն բացառել, պետք է զրկի Տաշիր գրուպի լիցենզիայից, այսինքն պիտի խլեն Սամվել Կարապետյանից այդ ռազմավարական նշանակության օբյեկտը։ Եվ վաղուց խոսում էր, որ Թուրքիան նման նպատակներ ունի էներգա համակարգը Հայաստանի իր հսկողության տակ վերցնում։ Դուք նման սցենար իրականության մեջ տեսնում եք, թե ոչ։ տեսեք, այստեղ մի քանի, երբ որ մենք խոսում ենք էներգակիրների մասին կամ էլեկտրոէներգիայի եւ բարձրավոլտի մասին, մի քանի կարևոր խնդիրներ մեկը մյուսի հետ շահ կապված են։ Նախ եւ առաջ, երբ որ խոսում ենք մենք բարձրավոլտի մասին, իրենց հիմնական էլեկտրարտադրող համակարգը Սևանի կասկադն է, որտեղ մի քանի էլեկտրաէներգիա արտադրող գործարաններ իրար հետևից նստած են այդ կասկադի վրա։ Սա նշանակում է, որ Թուրքիան վերցնելու այդ կասկադը։ Սա նշանակում է, որ Թուրքիան վերահսկողություն է սահմանում նաև մեր ջրային ռեսուրսների վրա։ Այսինքն այդ համակարգը ամբողջությամբ տալով Թուրքիային, եթե վերցնենք, որ տալիս է, Թուրքիան վերահսկողություն է սահմանելու Հայաստանի ամենախոշոր ջրային ռեսուրսի վրա։ Եվ իրենք են որոշելու, թե ինչ քանակությամբ ջուր բաց թողնեն կամ չթողնեն։ Սա առաջի հարցը։ Երկրորդ հարցը։ Հայաստանում երկրորդ խոշորագույն էլեկտրաարտադրող ձեռնարկությունը ատոմակայանն է։ Եվ տարիներ ի վեր է, որ Որը թուրքերը Թուրքիան ուզում է փակել տա։ այո, որ տարիներ ի վեր է, որ Թուրքիան ուզում է փակել տա եւ դրա համար հազարը մի պատճառաբանություն են բերել։ Եվ երբ որ Նիկոլը արդեն քանի տարի է բանակցությունները վարում ամերիկացիների հետ, Միացյալ Նահանգների, որպեսի իրենք բերեն փոքր չափերի մոդուլային ատոմակայան կառուցեն, դա արդեն դրա շարունակությունն է։ Այսինքն, եթե մենք այս փաստերը իրար կողքի դնում ենք, չի բացառվում,